ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, ես էլ շնորհավորում եմ ձեր նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Աստված մեզ ամեն բանից առաջ առողջություն տա, առողջ լինենք եւ տա որ այս տարի Հիսուսի գալստյան տարին լինի, Հիսուսը գա եւ այս մեր հավատքի պայքարը վերջանա։ Դեռ տարին նոր է սկսել, արդեն շատ արագ բաներ է փոխվում աշխարհի մեջ եւ մի քանի բաներ եմ ուզում ասեմ ձեզ։ Անձամբ ես հավատում եմ, որ Հիսուս այս տարի պետք է գա։ Ես հավատում եմ, այդպես եմ հավատում եւ Թեքզասի աստվածաբանական համալսարանը որ կա, ես իրանց շատ եմ հետևում։ Իրանք մի հատ գրուպ ունեն, խումբ ունեն աստվածաբանների, որոնք զբաղվում են ժամանակներով, Աստծո խոսքի ժամանակներն են ստուգում, բան, ծննդյան թվերը եւ այլը, եւ շատ ճշգրիտ տեղեկություններ են տալիս, եւ շատ վստահելի տեղեկություններ են տալի, եւ ըստ իրանց Աստվածաշունչի կալենդարը վերջանում է 2030 թվականին։ Չի շարունակվում։ Հիմա մի քանի բան եմ ուզում խոսամ ձեզ, տարին նոր է սկսել, մենք նոր մեզի սկզբունք է պետք դնենք մեր հավատքի կյանքի մեջ։ Եվ Դավիթ ինչպես ասում է, ուզում եմ իմ ուխտերս նորոգեմ։ Ուրեմն ինչ որ մենք անցած տարի ուխտել էինք Աստծո հետ, որ խոստացել ենք չկատարեցինք, թե մեր անձնական կյանքում, թե ծառայության մեջ, այս տարի այդ ուխտը կատարենք, նորոգենք մեր ուխտը Աստծո հետ։ Եվ Աստծո հետ նորոգելի ուխտի ամենամեծ պայմանը հավատարմությունն է։ Հավատարիմ լինել Աստծո հետ ուխտ անելու եւ ես էլ բաներ կա, որ ուզում եմ շտկեմ իմ կյանքիս մեջ եւ Աստծո հետ այդ ուխտս նորոգեմ։ Ուրեմն ասում ենք, որ պատերազմներ, երկրաշարժներ եւ այլ այս բաները պետք է լինի Մատթեոս 24-ի մեջ է գրված եւ մարդիկ նույնիսկ հավատացյալներ ասում են ամեն ժամանակ եղել է դա։ Պատերազմներ եղել է 100 տարի առաջ եղել է, առաջի համաշխարհային, երկրորդ համաշխարհային, դրանից առաջ եղել է, Նապոլեոնն է եղել, սա եղել, դրանք եկել են, Հիտլերն է եղել, ամեն դարաշրջան եղել է, երկրաշարժներ ա եղել, մեծ երկրաշարժներ ա եղել, ջրհեղեղներ ա եղել։ Դա ապացույց չի էլի, որ դուք անդադ պնդում եք, բայց մի բան կա գրված, որ անհնարին բան է, մեկը կարողանա շրջանցել դա։ Եվ Տեր Հիսուս ասեց, դուք Իսրայելին նայեք, թզենին նայեք։ Գրված է, որ այս ազգը պետք է չանցնի, բայց ազգ չի գրված։ Generation-ը գրված, սերունդ։ Այս սերունդը պիտի չանցնի, մինչև այս բաները լինի։ Եվ 1948 թվականին Իսրայելը ծնվեց։ Ես անձամբ այդ թերթը տեսա, որտեղ որ գրված է Israel born 1948 մայիս 14-ին, եթե չեմ սխալվում։ Շատ զարմանալի է, որ Ադամից հետո մինչև Աբրահամը ծնվել է 1948 տարի հետո։ Աբրահամը ծնվել է 1948 տարի Ադամից սկսած, Հիսուսից հետո Իսրայելը ծնվել է 1948 թվականին։ Կասես թե Աբրահամի ծնունդը Իսրայել ժողովրդի ծնունդը լիներ։ Եվ այդ ազգը ձևավորվեց եւ եկավ հասավ այնտեղ, որտեղ որ արդեն իրանք էլ են Մեսիային սպասում եւ Վարդգես եղբայր ինձ մի հատ վիդեո էր ղրկի, ասեց մի հատ ուշադրի նայի, այդ ինչ որ տոն էր հրեական եւ ռաբայը կայնած, իրանց մեծ ռաբայը փող էր բաժանում եւ մեկը մոտիկացավ, այդ ռաբային ասեց երբ է Մեսիան գալու, ասեց աշխատում ենք, պատրաստում ենք, որ բերենք։ Շատ զարմանալի էր։ Պուտինն ինչ է ասում։ Ասում է
աշխարհին պիտի գա մեկը, որ տվել այս տեխնոլոգիան եւ ինքն է պիտի կառավարի, ինքն է թակավորը լինելու։ Պուտինն է ասում։ Շատ զարմանալի է, շատ հետաքրքիր բաներ է կատարվում։ Բայց եղբայրներ քույրեր, անգլերենով երկու բառ կա գրված, հայերենով մի քիչ դժվար է բան անելը, ասեմ, անգլերենով գրված է հավատացյալների համար երկու կարևոր բան՝ faithfulness and watchfulness։ Հիմա faithful լինելը լավ բան է, բայց եթե watchful չես, լավ չի։ Watchfulness-ը նշանակում է զգուշություն անող կամ ուշադիր լինող։ Հիմա faithfulness-ը հավատարիմ է, մենք հավատարիմ ենք, ասենք ավետարանի խոսքին, բայց եթե մեր հավատքի հետ մենք զգուշություն կամ չենք նայում ժամանակին, չենք տեսնում, չենք զգում դա եւ այդպես չենք ապրում, դա շատ վատ է եւ այն հավատացյալները կամ եկեղեցիները, որոնք որ watchfulness չեն հետեւում, ասում են, երբ ուզում է թողա, այդտեղ չի լինում, այդ ձև չի լինում։ Այդպես չի լինում։ Ուրեմն Ելից գրքի 19-րդ գլխի մեջ Մովսեսը բարձրացավ Սինայի լեռը Աստծուն պատվիրանները բերելու 40 օր հետո պետք է իջներ, Աստված ասեց իջիր, Իսրայելը ժողովուրդը ապականվում է, ապականվեց։ Բայց իջնելուց առաջ Աստված մի բան ասեց Մովսեսին, ասեց արջի օրն ու երկրորդ օրը անոնց կսրբես, երրորդ օրը իմ առջևս կհանես։ 2000 տարի է անցել սրբվելու օրը հիմա, երրորդ հազարամյակի մեջ ենք մտել, որ բրի կայնենք արդեն Քրիստոսի Աստծո առջև։ Եվ Մովսես իջավ տեսավ ապականված է եւ Մովսես ասեց անոնք որ իմ կողմս պիտի անցնեն, թող անցնեն այս կողմը եւ մի մասը ովքեր որ անցան, սրանք հավատացյալներն էին որ անցան։ Բայց ինչ եղավ, Մովսեսը իջնելուց առաջ շատ ուժեղ ուրեմն որոգած երկինքը, շատ կայծակներ, որոտումներ ու փող հնչվեց։ Եվ որ փողը հնչվեց, Մովսես դիչավ։ Եվ որ վերջին փողը հնչվի, Քրիստոս պիտի հայտնվի ամպերով օդի մեջ դիմավորելու իր եկեղեցին։ Ինչպես որ Մովսեսին ուղարկեց Աստված Եգիպտոսից հանելու, այնպես էլ Քրիստոս պիտի գա, որպես այս աշխարհից մեզ հանի։ Բայց երբ գնաց Մովսեսը Եգիպտոս, Աստված ասեց 400 տարի գերության մեջ պիտի լինեն, 430 տարի հետո գնաց։ Ինչու։ Որովհետև Իսրայելը փարավոնի այդ կյանքին, այդ Եգիպտոսի կյանքին հարմարվել էր, մինչև որ Աստված թույլ տվեց, որպեսզի խստացնի նրանց կյանքը եւ նրանց աղաղակը բարձրանա եւ ասեն, որ Տեր Աստված, Տեր Եհովա, Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը մեզի ազատագրի, դա էլ 30 տարի քաշեց մինչև այդ աղաղակն ելավ եւ Աստված Մովսեսին, որ հանել էր անապատ, պատրաստեց ուղարկեց։ Այսօր եկեղեցին չի աղաղակում, այսօր եկեղեցին չի խնդրում, որ Հիսուսը գա։ Այսօր եկեղեցին չի պատրաստվում Հիսուսը դիմավորելու, watchfulness չեն, այսօր չեն կարոզում Հիսուսի երկրորդ գալուստը։ Ժողովուրդին չեն ասում, որ ժողովուրդ ջան, եկեք լվացվենք, մաքրվենք, սրբվենք, ուխտնորոքենք, Տերը գալիս է ինչպես որ պատվիրված է, անոր առջև չի կարոզում այլևս, շատերի հետաքրքրության մեջ չկան, որովհետև աշխարհը մտել է եկեղեցիի մեջ, եկեղեցին էլ մտել է աշխարհի մեջ եւ եկեղեցին համակերպվել է այս կյանքին եւ պետք է որ ցավեր շատանա, որպեսզի աղաղակեն։ Եվ չեն ուզում շատերը Հիսուսի գալ, ասում են մենք գնանք իրան, քանի որ կյանքը լավ է, զվարճալի է, ուրախալի է։ Փիլիպեցիս թղթի մեջ շատ լավ է գրում Պողոս առաքյալը 3-րդ գլուխ 20 համարն է ասում է, բայց մեր քաղաքականությունը տակը գրված է կենցաղավարությունը, բայց մեր կենցաղավարությունը, մեր քաղաքականությունը երկինքն է, ուրկել կսպասենք մեր փրկչին Տեր Հիսուս Քրիստոսին, որ պիտի գա ու նորոգե մեր խոնար մարմինները կերպարանքից անելով իր փառավորյալ մարմինը, մեզի ազատություն է պետք այլևս։ Ազատություն է պետք։ Մենք այս ոնց ենք ուզում հարմարվենք այս ամեն ինչին, այս կյանքի մեջ ոնց հարմարվենք, ինչու չենք ուզում Հիսուսը գա։ Ինչ ենք ուզում Հիսուսը գա։
Ինչու չեն շատերը, այսինքն շատ քիչ տոկոս մարդիկ են նույնիսկ հավատում նրա գալստյանը եւ քարոզում այդպես։ Եվ Տեր ասեց, ով է այն հավատարիմ եւ իմաստուն ծառան, որին Տերը իր տան վրա դրեց, որ իր ծառաներին ժամանակին կերակուր տա, ժամանակին վաճֆուլ լինի, պատրաստի, որպեսզի Տերը գալիս է, բայց այն չար ծառան իր սրտի մեջ ասեց, ուշացնում է իմ Տերս իր գալը եւ ծառայակիցներին ծեծեց ու կերավ խմավ եւ այսպես կյանքը անցավ ու գնաց։ Ուրեմն մենք ամեն րոպե պատկերացրեք այսօր ավետարանը, որ ուզում ես քարոզ պատրաստես, բացում ես, նյութ էլ չի հետաքրքրում ուրիշ, բացի Քրիստոսի գալուստը։ Այլևս նյութ չկա հետաքրքրող։ Ինչ պիտի հիմա մեզ քարոզեմ, էսի ուտենք, թե չուտենք, սրան ձեր տանք, թե ձեր չտանք, անցավ դրա ժամանակը։ Նույնիսկ ամոթ էլա տես բան քարոզելը, ամոթ էլա, եկեղեցին։ Կամ իրար ներենք, իրար ֆլան, անցավ այդ բաները։ Հիմա մի ուրիշ բան կա, մենք պետք է պատրաստվենք, մենք պետք է մեր ուխտը նորոգենք այս տարի, մենք պետք է լվացվենք, մաքրվենք, սրբվենք, պատրաստվենք մեր Տեր Աստվածը դիմավորելու ելնենք։ Որտեւ անսպասելի է, գրված է, ոչ օրը գիտեք 24, 36, ոչ օրը գիտեք, ոչ ժամը, բայց ոչ տարին, ոչ ամիսը չի գրած։ Ոչ օրը գիտեք, ոչ ժամը, բայց մնացածը թույլ է տալիս Աստված մենք տեսնել, օրը ժամը չգիտենք, չենք էլ կարող ասենք, փետրվարի 15-ին ժամը 11-ի գալիս է, չէ, այս բան չկա, բայց այս նշանները, որ կատարվում է, շատ հետաքրքիր է, մեր նախագահն ասում է, ես նախագահ եմ դարել Թրամփը, որպեսզի աշխարհին խաղաղություն բերեմ, ինքը պատերազմի է գնում, այ քեզի բան։ Պարսկաստան խառնվել է, Ռուսաստան խառնա, այնպիսի մի հատ ձուն է եկել, որ սա Մոսկվան լույս չկա, խառնվել է, սա աշխարհը խառնված է իրար։ Եվ անկարաբար ու պիտի այդպես լինի, պիտի ավելի գնա ստրեսների, դիպրեշնի մեջ, մինչև որ աշխարհը ուզենա այն մարդուն, այն լիդերին, որ կարող է այս խնդիրները լուծի, եւ սատանայի որդիները պատրաստ է դուրս գալու ասպարեզ եւ ժողովուրդը ընդունելու որպես սրան Քրիստոս։ Այնքան համոզիչ եւ այնքան խելացի, կրթված, գրագետ կրոնասեր, աստվածասեր մի մարդ է գալու, որպեսզի մարդկությանը խապի այս մարդը եւ դրան է գնում։ Ուրեմն ըստ ավետարանի կալենդարի, ըստ այս աստվածաբաների 2030 թիվը վերջանում է մեզ համար։ Մեզ առջև 4 տարի բան կա։ Մենք չգիտենք, ես հավատում եմ, որ պետք է գա Հիսուս, այլ տեղ չկա։ Այդտեղ որտեղ եթե մի քիչ էլ ուշանա, եկեղեցի մեջ մարդ չի մնա։ Որտեղ սատանան ամեն բան անում է, որպեսզի ընտրյալներուն էլ եթե հնարավոր է, իր սուրբերին մաշեցնելու հետևից է, մեզ մաշեցնում է այս կյանքի մեջ ուրախություն, բան, այլևս այս նոր տարի արեցիք, ինչ նոր տարի, սովորական մի հատ օրեր էլի, մի հատ բլինչիկ կերանք, մի հատ էս կերանք, խմեցինք, բան անցավ, գնաց առավոտը հելակ, պրոբլեմներն անցել էր, չէ, ցավերն անցել էր, չէ, չի անցնի մինչև Հիսուսը չգա։ Չի անցնի, եղբայրներ, քույրեր։ Չի անցնի։ Այն շալվար որ պիտի հագնեին նույն հիններ, այն սարոշկեր պիտի հագնեին նույն հիններ, ոչ մի բան չի փոխվել, չի փոխվելու, նույն հին մեքենան է, նույն տունն է, նույն կնիկն է, նույն երեխեքն է, ոչ մի բան չի փոխվելու, մինչև Հիսուս չգա, այս աշխարհը ոչ մի բան չի փոխվելու։ Դրա համար մեր հավատքը ասում է, որ մի հատ նկար տեսա շատ հետաքրքիր է, եկեղեցի մեջից 2 ճամփա է գնում։ Հավատացյալներ, մի խումբ շատ մեծ, հավատացյալներ, մի 3 հոգի են գնում, հավատարիմներ։ Հավատացյալներ, մի 3 հոգի են գնում, հավատարիմներ, որ հավատարիմ են իրենց հավատքին։ Որտեղ ըստ էության բոլորն էլ այսօր հավատում ասում, հա ոնց է Հիսուս կմեռնեմ ասում զորություն, հավատում եմ ես Հիսուսին, բայց ուրիշ բան է հավատարիմ լինել, հնազանդ լինել, ուխտ անել, ուխտը պահել ու վաճֆուլ, այսինքն զգուշություն ունել, ուշադիր լինել ժամանակներին։ Հիմա
սատանան ամեն բան անում է, որ ուշադրությունը չեղի, չէ։ Այդ բասկետբոլի մեջ տեսել եք, չէ՞ որ պետք է պենալ գցի, հետևը մարդիկ են նստած երկար բաներ կա ձեռքերը, սենց են անում, որ այդ գնդակցողը աշկերը խառնվի, այդ տեղը չգտնի գցի ճիշտ։ Դրանք հետևը նստած են խանգարելու համար։ Չէ, այդպես չի Վարդան եղբայր։ Հա դու նա այդպես խառնում են։ Հիմա սատանան այս մեր հավատքի կյանքի մեջ այսպես խառնելով գնում է։ Այն քրիստիանոսի ճամփորդության նման ասում է, աչու ձախ կողմը առևտուր էր գնում։ Էս իրեն էր քաշում, այն իրեն էր քաշում, բայց ես ասում եմ ամեն դեպի վերին Երուսաղեմ հասնեմ։ Ուրեմն Մատթեոս ավետարանից կարդամ 9-րդ գլուխն է 14 համարը։ Այն ատեն Հովանեսի աշակերտները անոր եկան ու ուսին, ինչու մենք ու փարիսեցիները շատ անգամ ծոմ կպահենք, իսկ ու աշակերտները չեն պահում։ Հիսուս ավանոց, միթե կարելի է, որ հարսանիքի տղաքը սուկ պահեն, քանի որ փեսան իրենց հետ է, բայց օրեր պիտի գան, երբ փեսան իրենց մե վերցվի, այն ատեն ծոմ պիտի պահեն։ Մեկը չի ձգեր նոր լաթի կտորը հին հանդերձիմը վրա, քանզի այն, որ անոր լրության համար դրված է, կառնվեն։ Հանդերձեն ու պատրված կավելի գեշ կլնի։ Ոչ ալ նոր գինին հին տիկերի մեջ կլեցնեն, կդնեն, քանի որ տիկերը կպատրվեն ու գինին կթափվի եւ տիկերը կկորսվեն, հապա նոր գինի նոր տիկերի մեջ կդնեն ու երկրքնան կպահվեն։ Ուրեմն Հովանեսի աշակերտներն եկան ասին, որ մենք ծոմ ենք պահում, դե հրյաներ այս օրենքի շաբաթ ենք պահում, ծոմ ենք պահում, էս ենք անում։ Տեր Հիսուսին ասեցին, որ քո աշակերտները չեն պահում, Տեր Հիսուս ասեց, միթե կարելի է, որ փեսան, որ տղաների հետ է, իրանք սուկ անեն։ Բայց եւ որ փեսան վերցվի, այն ատեն իրանք ծոմ պտի պահեն, սուկ պտի անեն, ծոմ պտի պահեն։ Ուրեմն Տեր Հիսուս որպես փեսա, եկեղեցին որպես իրա հարսն է, հələ կինը չէ, հարսն է։ Հայտնության 19-րդ գլխի մեջ է 7-րդ համարում է գրված եւ Գառնուկի կինը ինքը զինքը, որտեվ գնաց երկինք եւ հարսանիք եղավ, կինը դարձավ։ Հիմա ինքը եկեղեցին Քրիստոսի հարսն է։ Եկեղեցին ուղղակի նշանի մատանի ունի իր ձեռքը եւ իր փեսան գնացել է հերո երկիր եւ պետք է գա եւ իր հարսին պետք է առնի մտնի հարսանիքը եւ հարսանիք պետք է եւ մենք գիտենք այդ հարսանիքի խնջույքի մասին էլ առակներ կա գրված, բայց ասում եք, քանի որ փեսան իրենց հետ է, իրենք ուրախ են, բայց երբ փեսան առնվի, հարսը պետք է տխրի։ Այսօր եկեղեցին, որ Քրիստոսի հարսն է, այսօր սուկ չի անում։ Ինչի սուկ չի անում։ Ինչու սուկի մեջ չի։ Այս ինչ ուրախություն է, այս ինչի է հարսը հարմարվել, համակերպվել այս աշխարհի հետ։ Միթե ինքը փեսա չունի, միթե ինքը նշանի մատանի չունի, միթե ինքը չի կարոտում իր փեսային, միթե ինքը չի ցանկանում իր փեսայի հետ միաբանությունը, միթե չի ուզում մտնել այդ հարսանիքը, այդ խոստումները, որ տվել է, այդ խոստումները, որ տվել է։ Այսօր եկեղեցին Քրիստոսի հարսն է, բայց խոստումները երկնային կնոջն է, որովհետև Գառնուկ անոր կինն է ասածը, ինչ որ փեսան ունի, այդ կնոջն է պատկանում։ Բանկի account-ը կնոջ հետ միասին է, ինչ property ունես, կնոջ հետ միասին է։ Քանի որ նշանված ես, դա նշան է, նա մասնակից չէ ոչ մի բանի, մինչև այնքան ժամանակ, երբ որ նա կին է դառնում, մեկ մարմին, մեկ շուշ միաբանվում է վերջնական, եւ նա մասնակից է, եւ Հիսուս ասաց, ինչ որ հայր ունի, իմս է, ինչ որ ես ունեմ, ձերն է, այսինքն ինչ որ ես ունեմ, դուք մասնակից եք լինելու դրան։
Ձեր են դա, դու բաժնեկից եք, դու կցորդ եք, դա ձեզ է պատկանում, բայց այսօր եկեղեցին Քրիստոսի հարսը սուկ չի անում, շատ ուրախ է, շատ լավ է ազգում իրան, շատ լավ է ապրում, հարստացել է, մեծացել է, շատացել է, ոչ մի բանի կարողություն չի քաշում։ Դա նշանակում է, որ փեսա մի արիր։ Դրա համար է գրված, եւ պատրաստ եղողները պիտի առնի ու տանի։ Նրանք ովքեր որ պատրաստվում են փեսային դիմավորելու, նրանք որ վերստին ծնված են, նրանք որ այդ ծնունդով ապրեն սիրարված են Քրիստոսի վրա, նրանք գնում են Քրիստոսը դիմավորելու, Հիսուսին դիմավորելու են գնում։ Հիսուսին դիմավորելու են գնում։ Եվ ինչ ենք տեսնում, որ փոխանակ հարսը աղաղակ բարձրացնի, ինչ ասի, արի վասզի հարսը, հոգի եւ հարսը քեզ են սպասում, արի որ մենք միաբանվենք, արի որ միաբանվենք, հարսի միակ ցանկությունը սա պետք է լինի, հարսի բոլոր ուշադրությունը իր փեսայի գալուստը պետք է լինի, հարսը օր պետք է պատրաստվի փեսային դիմավորելու, բայց եթե հարսը սուկ չի անում, եթե հարսը չի կարոտում, ինքը ծոմ չի պահում, իր ծոմապահության մեջ չի խնդրում նրա գալուստը, նրա հազարամյա թագավորությունը, այսօր ինչ է խնդրում հարսը, այսօր հարսը ինչ է խնդրում, այսօր հարսը խնդրում է բաներ, որոնք որ հեթանոսներն են խնդրում, տուր մեզի հաց, տուր մեզի հագուստ, տուր մեզի դրամ, տուր մեզի էսի, տուր մեզի կյանք, տուր մեզի այս բաներն է խնդրում եւ Հիսուս ասում է Մատթեոս 6-րդ գլխի մեջ, ասում է այս բաները հեթանոսները կխնդրեն, բայց դուք խնդրեք նրա արքայությունը, նրա թագավորությունը, նրա արդարությունը կա այս երկրի վրա։ Դուք դրա համար այդ խնդրեցեք, դուք ուրիշ բան եք խնդրում, դուք սուկ չեք անում, դուք չեք լացում նրա համար, որ Տեր արի, այլևս մենք կարոտել ենք, արի աշխարհը տառապակների մեջ է, մենք տառապակների մեջ ենք, մեր ուսերի վրա դրված բեռը օր ծադրանում, եւ պետք է մեզ ճզմի վերջո, մեզ պետք է ճզմի, բայց եթե մենք հարմարվել ենք այդ տառապանքին, այս կյանքի այս դժվարություններին, հարմարվել ենք սիրելով այս մարմնի կյանքը, մենք սխալված ենք, մենք խաբված ենք, մեզի ազատություն չկա, մենք չենք կարող ազատվել, մեր ազատությունը միայն Հիսուս Քրիստոսի գալստյան մեջ է, Հիսուս ուզում է այդ կարոտած սիրտը, այդ աղաղակը հոգու իր ականջներին հասնի, Հիսուս ուզում է, որ մեր աղոթքի բուն նյութը հենց ինքը լինի, ոչ թե մեր պետքը, ոչ թե մեր կարիքը, որտեղ ինքը արդեն հոգում է դա, այլ մեր կարիքը այսօր ամենաառաջինահերթը իր գալուստն է, որտեղ իր գալուստով է վերջանալու մեր բոլոր խնդիրները, այլապես չի վերջանալու, ինչ էլ որ մենք խնդրում ենք ու Աստված մեզ տալիս է, դա ունի սկիզբ, ունի վերջ, դա տալիս է, դա ապականվում է, դա վերջանում է, ինչ որ խնդրում ենք, մեզ պետք է հավիտենական բաներ, այլևս, մեզ պետք է նրա թագավորությունը, մեզ պետք է նրա ներկայությունը, մենք միայն ավետարանի խոսքով մեր ապահովությունը, մեր հանգստությունը գտնում ենք իր ներկայության մեջ, իր թագավորության մեջ, ուրեմն մենք իրան պետք է խնդրենք։ Այլապես մենք հանգիստ չունենք, ես հանգիստ չունեմ, ես չունեմ այդ հանգիստը, ես այս աշխարհային հանգստությունից բան չեմ հասկանում, արձակուրդից բան չեմ հասկանում ոչ մի բան, չեն կարողանում հասկանալ, մեր միտքը անընդհատ աշխատում է, անընդհատ մտածում է, անընդհատ նյութեր կա, անընդհատ խնդիրներ կա, անընդհատ ցավեր կա, անընդհատ խնդիրներ կա ու չի վերջանում, եթե 1000 տարի էլ ապրեմ, 1000 տարի պիտի աղոթեմ այս նյութերի համար, չի վերջանում, եւ այստեղ հարց առաջանում ինձ մի բան է պետք, իրա գալուստը որ ես վերջացնեմ այս ամեն ինչից։ Բրծնի այս ամեն բան ավարտվի այս աշխարհի մեջ, այս կյանքի համար պայքարը Եվ հավատացյալներս երբեմն ստիպված այս անօրեն, այս մեղավոր աշխարհի մեջ անօրեն ճամփաներով ենք վաստակում դրան, որպեսզի մեր տունը պահենք, որտեղ այլևս սատանան այնպիսի սիստեմա սարքել, որ դու չես կարող այդ սիստեմից դուրս գնալ։ Դու ստիպված ես այդ սիստեմի մեջ մնալու։ Ստիպված ես դրա համար, որպեսզի մեղքը ավելի չշատանա ու մեր խժբտանքը ավելի չխանձվի ու ավելի մենք մեծ չընկնենք դատապարտության մեջ, քանի որ աշխարհը մեղքի մեջ է։ Քրիստոսի գալուստով է մեր ազատությունը։ Քրիստոսի գալուստով է մեր ազատությունը։
Տեսեք ժողովողի մեջ ինչ է գրված։ Կարդամ ձեզ ժողովող 3:4 համարն է եւ այսպես է ասում. Լալու ժամանակ կա, լացելու ժամանակ կա, ծիծաղելու ժամանակ էլ կա, սուք անելու ժամանակ կա, կաքավելու ժամանակ էլ կա։ Հիմա կաքավելու ժամանակ չի, որտեղ կաքավելու բան չկա։ Կաքավելու բան չկա։ Այդ Քրիստոսի հազարամյան որ մտնենք, այն ժամանակ պետք է կաքավենք։ Այն ժամանակ պետք է ուրախանանք, ցնցվենք, խնդանք։ Վասոզի գառնուկի հարսանիքը հաստավ, գառնուկի թակավորությունը հաստատվեց։ Հիմա ինչ ժամանակ է։ Հիմա ուրախություն չկա։ Մեր ասքերի առջև մեր զավակները, մեր հարազատները, մեր բարեկամներն են կորցվում։ Ինչով մենք ուրախանանք։ Հիմա սուքի ժամանակ է։ Հիմա սուքի ժամանակ է, որտեղ լավ ժամանակներ չի, որտեղ սատանայի ստեղծած աշխարհի համակարգի մեջ ենք ապրում։ Այդ ուրախությունը պետք է մեր մեջ ուրախություն կա։ Դա Սուրբ Հոգու բերած ուրախությունն է, դա մեր փրկությունն է, որ մենք ուրախ ենք, դա գիտակցություն է, դա հավատք է, դա կյանք է, որ Քրիստոս տվել է մեզի, որպեսզի մենք ուրախ լինենք, բայց իրականության մեջ, այս ապրելու մեջ մենք ուրախություն չունենք, մենք անընդհատ խնդիրներ ունենք, Ժողովող 7-րդ գլխի մեջ է գրված 4 համարն է, այսպես է ասում. Իմաստուններուն սիրտը սուքի տուն, իսկ հիմարներու սիրտը ուրախության տուն կլա։ Իմաստուններու սիրտը սուքի տուն, իմաստունի սիրտը սուքի տունը, որտեղ իմաստունը հասկանում է ինչա կատարում, ուրախանալու բան չկա այստեղ։ Ուրախանալու բան չկա։ Մի ապուշ հարց կա, շատ ապուշ, ասում է Հիսուսն եկավ, ինչ ենք անելու, այ քեզի բան։ Այսինքն այդ որ ասում ես գալավ եկել է, ինչ ենք անելու։ Ուրեմն մարդը ինքը բաներ ունի ստեղ անելու։ Հիսուսն է իրան խանգարում, որ Հիսուսը գա այդ բաները չի կարողանալ անել։ Ասենք թե եկավ, ինչ ենք անելու։ Այսինքն այն աստիճանի կույր պետք է լինես, որ ավետարանով չտեսնես, թե ինչ է լինելու, ու դու ինչ ես անելու։ Արդեն գրված է մեզ համար, թե ինչպես է լինելու։ Արդեն գրված է։ Եվ շատ հետաքրքիր մի հատ լեռան վրա հովիվը նստած էր, AI-ով էին սարքել։ Հովիվը նստած էր շվիով, գառնուկները սենց շատ գեղեցիկ, սենց դաշտ էր, խոտեր էր, բան, առյուծն եկավ, գնստավ գառնուկի կողքը, գլխով գառնուկի սենց շոյում էր ու սկսեց խոտ ուտել։ Գառնուկի հետ, գառնուկն էլ խոտ ուտում, գառնուկի գլխով սենց շոյում էր էլի, ոնց որ ասեց թե անցած լինի, անցավ գնաց, նոր ժամանակ է։ Ու մի հատ էլ երեխա նստել է սենց պուճուր, սոսկան բերանն է, օձերը կայնել են, պաշտպանում են այդ երեխուն, մեկը հանկարծ բան չլինի, ոտքերի արանքով գնում են, գալիս են, երեխեն խաղում է սենց բան, անավատներն ամեն ասում են, ցնդած են սրանք, ցնդած, այո, այդպես պիտի լինի, այդպես պիտի լինի, և մարդը նստել էր իր ծառի տակ, իր հովին նստել էր իր կալվածքով, մարդը ուրախացած, երկինքը մոտիկ, լուսինը մոտիկ, աստղերը մոտիկ, կարծես թե տիեզերքի մեջ էր էլ ինքը ապրում, շատ մի հետաքրքիր ժամ, այս հələ մարդն է մտածել, կարողացել էսի պատկերացնի, բա ավետարան ասում է, ոչ ձեր մտքի, ոչ ձեր սրտի մեջ չի ինգ, այսինքն չունեք պատկերացում, այս պատկերացում չունեցող Քրիստոսին եմ ուզում, այդ հազարամյան եմ ուզում, այդ կյանքն է մեզի պետք։ Որ փոշտը բացելու չասես, Տեր Աստված բիլ չգա։ Որտեղ բացում ես, թափում է վրետ այդ անտերը։ Մենք նայում ես, դնում, գումարում ես, տեմ ես, 5000-ը մինուս ես։ Դե արի ապրի ուրախ եղիր։ Ինչով ուրախանանք, ինչով ուրախանանք։ Հովանու 16:20-ի մեջ Տեր Հիսուս այսպես ասեց, Հովանու 16:20-ի մեջ, ասում է, ճշմարիտ կսեմ ձեզի,
դուք պիտի լացեք ու ողբակ, բայց աշխարհը պիտի ուրախանա։ Դուք պիտի տրտմեք, սակայն ձեր տրտմությունը ուրախությամբ պիտի փոխվի։ Դուք պիտի լացեք ու տխրեք, աշխարհը պիտի ուրախանա, աշխարհը ուրախացավ, հաղթեց Հիսուսին։ Ուրախացել էին։ Սպասեք աշխարհ։ Շատ եք ուրախացել։ Այսօր քրիստոնյա աշխարհն էլ է ուրախացած, բայց իրական ճշմարիտ քրիստոնյաները տխուր են։ Տխուր են, որտեղ մեր թագավորությունը, մեր թագավորը եւ այն թագավորությունը, որ մեզի է սպասում, դա պիտի գա, նա պիտի բերի եւ այդ խոսքը լավ է գրված Դանիելի 12-ի մեջ եւ այն օրը երկնքի աստղերի պես պիտի փայլեք, դուք պիտի երևաք ու մեր հավատքը սուտ պիտի դուրս չգա եւ այն հույսը, որ նրա վրա ունեցել ենք ու կապել ենք, մեզի ամոթով պիտի չթողնի եւ պիտի չամանչենք, որ պաշտել ենք Հիսուս Քրիստոսին։ Եղբայրներ, քույրեր, շատ ենք ասել, էլի ենք ասում, քրիստոնեությունը արարք, վարքագիծ, արարողություն, էսի վերցուն դեղ տարնդեղից հետ բեր, վարիր, անջատիր, փու արա, էսի չի, դա կյանք, որը Քրիստոս բերել է մեր մեջ։ Հիմա նոր կտորը հին լաթի վրա չի լինի, հին լաթը դա մեր հին կյանքն է, դա մեր հին ապրելակերպն է, դա մեր ադամական կյանքն է։ Նոր կտորը լաթ չի գրված, կտոր է գրված։ Նոր կտորը չի փակչի, դրանք իրար չեն կարող փակչեն։ Դա դուք քույրերը գիտեն, մի հատ փտած շորի վրա թազա կտոր ուզնես դնես, ոնց կարես, ախր, հա պետք է կարես քաշես, որ ամրացես այդ փտածը մեծանալու, այդ չի համակերպվում իրար հետ։ Այդ ամբողջությամբ պետք է շպրտվի եւ նոր բան պետք է լինի։ Հիմա մենք էլ որպես քրիստոնյաներ այս նորը հինը չբերենք խառնենք մեր կյանքում։ Դրա համար եմ ասում, մեզ պետք է մեր ուխտը նորոգենք եւ Աստված ասում է լվացվեցեք, մաքրվեցեք, պատրաստվեցեք, երրորդ օրվան Տերը գալիս է։ Ու մենք պետք է գնանք այդ պատրաստությանը։ Մենք պետք է որ մեր վրայից հանենք Արսեն քո վրայից պիտի հանես այն քո առաջվա վարմունք ունեցող հին մարդը խաբեբաց ցանկություններով ապականվում է եւ քո վրա հագնես այն նորը իր ստեղծողի պատկերի պես արդարությունով եւ ճշմարիտ սրբությունով ստեղծված։ Չի լինելու։ Քրիստոնեությունը այսպես չի աշխատում։ Քրիստոնեությունը կյանքը հինը նորի հետ չի խառնվելու, չի մերվելու, դրանք տարբեր մատերիալ է, տարբեր նյութ է, տարբեր բան է, տարբեր նպատակներ ունի, դա ամբողջությամբ տարբեր մի բան է։ Սա հին է, սա ապականված է, սա նոր է, անապականացու է, հավիտենական է եւ այդ նորը մեր Քրիստոսով բերած մեր արդարությունն է, այն պատմությանն է, որ մեզի հագցրեց։ Առաքյալն ասում է, միայն թե այն օրը մենք չգտնվենք։ Կարդամ ձեզի։ Կողոսացիս 3:9-ի մեջ էլ է գրված, Գաղատացիների մեջ էլ, Եփեսացիների մեջ էլ, այսպես է ասում Կողոսացիներին, իրարու սուտ մի խոսեք, հին մարդ իր գործերով ձեր վրայից հանեցեք եւ հագեք այն նորը գիտությունով նորոգված իր ստեղծողի պատկերի պես։ Գիտությունով նորոգված իր ստեղծողի պատկերի պես։ Առաքյալը միտեղ ասում է Քրիստոսը ձեր վրա հագեք։ Դուք հավատում եք, չէ՞ որ Քրիստոս ձեր մեջ է։ Մենք հավատում ենք, որ մենք Քրիստոսի մեջ ենք։ Այո, մենք Քրիստոսի մեջ ենք, Քրիստոս մեր մեջ է, եւ մենք Քրիստոսի մարմինն ենք։ Նրա լրումը եւ Քրիստոս ինքը, որ գլուխն է եկեղեցի, այս 2000 տարի այս մարմինը սկսեց կազմավորվել եւ մենք դարձանք նրա մարմնի մեկ անդամը։ Մենք Քրիստոսի շնչով սկսեցինք շնչել։
Մենք Քրիստոսի սրտի զարկով սկսեցինք ապրել։ Մենք Քրիստոսի հոգին ունեցանք, մենք Քրիստոսի միտքն ունեցանք, մենք Քրիստոսի զգացմունքներն ունեցանք, սիրել, ներել, ընդունել, կամաց մենք այդ մարմնի մեջ մերվելով Քրիստոս սկսեց իր կյանքը բերել իր անդամների մեջ եւ անդամները դառնալով մեկանալով այդ մարմնի մեջ Քրիստոս որպես գլուխը լեցնում է այդ մարմինը ամեն բանի մեջ իր կարիքները սկսում է հոգալ Քրիստոս, որտեղ իր մարմինն է դա։ Դու Քրիստոս մարմինն ես ներկայացնում, Քրիստոս եկեղեցին ես ներկայացնում, Քրիստոս հարսն ես, դու ինչպես որ գրված ասում է, ես հովիվն եմ, դուք գարդուկներն եք, ես Տերն եմ, դուք ծառաներն եք, ես Թեսան եմ, դուք հարսներն եք, այս համեմատությամբ ավետարանը մեզ, բայց մենք Քրիստոսի մարմինն ենք, ընդհանրապես այս աշխարհի մեջ, տիեզերքի մեջ չկա այս գաղափարը, չկա ոչ մի կրոնավոր չի բերել այս գաղափարը, մենք սա ոչ կրոն է, ոչ կրոնագիտություն է, ոչ ավան, սա ռեալ կյանք է, որ Քրիստոս բերել է, սա երկնային կյանք է, հավիտենական կյանք է, աստվածային կյանք է, Աստված այդպես ուզեց, որ մենք իր մարմինը լինենք ու ինքը մեր մեջ, մենք նրա մեջ, ես ձեզ ասեմ, մենք առանց Քրիստոսի չենք կարող ապրել, հավատացեք Քրիստոս առանց մեզ չի ուզում ապրել, Քրիստոսի ուրախությունը մեր մեջ է, դրա համար Հիսուս այնքան սիրեց, որ կյանք դրեց մեզ համար, որպեսզի մեզ կյանք տալով, այդ կյանքով նրա կյանքին միանալով մեկ դառնանք մենք, իր ուրախությունը մեր մեջ լինի եւ մեր ուրախությունը իր մեջ լինի։ Այդ անշճանի սիրել, Հիսուս չի ուզում մենակ ապրել, Հիսուս ուզում է եկեղեցիով իր հարսի հետ ապրել։ Աստծո ամբողջ ստեղծագործության նպատակը Աստված իր պատկերով ստեղծեց մեզի, իր ուրախությունը մեր մեջ է, քո մեջ է այդ ուրախությունը, ուրեմն Աստված ամեն ձևով զգում է մեզ, ինչպես մենք ենք զգում։ Ամեն ձևով զգում է, եւ այն աշճանի հասավ, որ Հիսուս տեսավ, որ այլևս փրկություն չկա, եթե ինքը մարմին չառնի ու աշխարհ չգա, եւ ինքը մարմին առավ ու աշխարհ եկավ իր եկեղեցին ունենալու համար, իր հարսը ունենալու համար, նա թե պատկերացնում էր իր եկեղեցին ու իր հարսին, նա տեսնում էր եւ տեսավ եւ սիրեց եւ հավանեց եւ իր կյանքը դրեց այդ եկեղեցի, այդ հարսի համար եւ մեռավ ու հարություն առավ երրորդ օրը, իր հետ կենդանացնելով իր հարսին, նոր կյանք, նոր շունչ բերեց մեզի։ Եվ ահա հիներն անցան։ Եվ Աստված ամեն բան նոր պետք է անի մեզ համար։ Նոր պետք է անի մեզ համար։ Երկրորդ Կորինթացիս 6-ի մեջ է գրված։ Տեսեք ելը։ Ասում է անհավատների հետ օտարախարը լծակից մի ելակ, քանզի ինչ մասնակցություն ունի, արդարությունը անօրենության հետ եւ ինչ հաղորդակցություն ունի լույսը խավարի հետ եւ ինչ միաբանություն ունի Քրիստոս Բելիարին հետ, չեն միաբանվում սրանք, չեն մասնակցում, չի միաբանվում, կամ ինչ բաժին ունի հավատացյալ անհավատի հետ եւ ինչ հարմարություն ունի, չի հարմարվում Աստծո տաճարը կուրքերի հետ, վասնզի դուք կենդանի Աստծո տաճար եք, ինչպես Աստված ասավ, թե անոնց մեջ պիտի բնակվեմ, անոնց մեջ պիտի քալեմ, եւ անոնց Աստվածը պիտի լամ, ու անոնք ինձ ժողովուրդ պիտի լան։ Այսօր համար ելեք անոնց մեջ են ու զատվեցեք կսետերը, բայց ոնց ելեք ու զատվենք, Տեր Հիսուս, արի որ մեզի զատես այլևս, դու արի որ մենք զատվենք, Եկեղեցին զատված է, բայց ամեն օր մենք այս մեր կյանքի բերումով այս անաստված ու անարդար աշխարհի մեջ շփվում ենք ու ապրում ենք։ Պետք չի որ հարմարվենք, հարմարություն պետք է չունենանք, ոչ էլ պետք է համաձայնություն ունենանք, ոչ էլ միաբանություն պետք է ունենանք, ոչ մի բան, ընդհակառակը մենք ուզում ենք մեր ազատարարը, ազատիչը, այն որ գալու է ասպատակելով կողոպուց ժողվի ու ժողովուրդ առնի ու տանի։ Ուրեմն այս իմաստով, այս մտքով, այս մենք միշտ պատրաստ լինենք, մենք ամեն օր մեզ ուխտը նորոգելու հետևից լինենք, մենք ամեն օր պատրաստ լինենք, վաշվուլ լինենք, զգույշ լինենք, ուշադիր լինենք,
նայելով Աստծո խոսքին, մեր հավատքին, նայելով մեր ապագային, Հիսուսին տեսնենք եւ դեպի Հիսուսը գնանք ավետարանի մեջ, ավետարանով նայելով, Աստծո խոսքին նայելով, նա ոչ թե պիտի գա գալիս է, նա ճանապարհին է, մենք պետք է արագացնենք այս գալուստը մեր աղաղակը բարձրացնելով, խնդրելով որ շուտ արի Հիսուս, Տեր Աստված շուտ արի, որովհետեւ այդալով ամեն բան փոխվում է, ամեն բան ապականվում է եւ մենք էլ այս ապականության մեջ չմտնենք այլևս։ Մենք ազատվենք, ազատագրվենք այս աշխարհից։ Եվ ինչ արեց հայրը։ Հայրն այս արեց։ Բայց հայրը սավ իր ծառային, Ղուկաս 15:22, հանեցեք առաջի պատմուճանը ու հագցուցեք անոր եւ մատանի դրեք անոր ձեռքը եւ կոշիկներ անոր ոտքերը։ Իր վրայից հանեցեք այդ եկավ անարակ որդին եւ հայրը իրեն այդ ազատեց այդ գեղտոտ լաթերից ու մի նոր պատմուճան հագցրեց։ Մի նոր պատմուճան տվեց։ Եվ ինքը իր հորը դարձավ։ Ուրեմն չի միաբանվում, հիմա ասում է, որ Հիսուս, ասում է, նայեք ասում է, նոր գինին, երբ որ խոսեց կտորի և լաթի մասին, դա մեր արտաքինի մասին է, բայց գինին ներքին բան է, ներքին ուրախություն է տալիս, գինին ներքին կյանքի համար է, գինին ինչ ես խմում, ոչ ես խմում աշկեր լավ տեսնի, ոչ ես խմում մազեր լավ աճի, ոչ ես խմում ցավեր, գինի ներքին ուրախություն է, ներքին կյանքի համար է և Հիսուս ասում է, որ նոր գինին հին տիկի մեջ չի եղնի, որովհետև հինը է չորացած է, այս է նոր է, բորբոքվող է, նոր գինի է, կպատրի դրան, նոր գինի նոր տիկի մեջ պետք է դնենք, այս մարմինը որպես մի տիկ, այս մարմինը, այդ գինի նոր վերեստին ծնվածին է պատկանում։ Մինչև վերեստին ծնունդ չունենան, այդ գինից պետք է չկարողանան խմել, այդ գինին Քրիստոսի կյանքն է, դա Սուրբ Հոգի ներկայությունն է մեր մեջ, նոր գինին։ Եվ Գործք առաքելոցի մեջ, երբ Սուրբ Հոգին եկավ, աշակերտները սկսեցին տարբեր լեզուներով խոսալ, եւ այդ հավաքված էին ամեն ազգերից արաբներ, բաներ, տարբեր, եւ մարդիկ ասում են, այ մարդ էս հետաքրքիր է, անուսուս անգրագետ մարդիկ են, մեր լեզվով են խոսում, մենք հասկանում ենք, թե ինչ է խոսում, եւ մեկն մի քանիսն ասին, որ սրանք նոր գինիով լեցված են, այո, նոր գինիով լեցված են, եւ Տեր Հիսուս Քրիստոս հրավիրվեց հարսանիք գնալու։ Հովանու ավետարանի երկրորդ գլուխն է Կանայի հարսանիքն է։ Կանա նշանակում է ստացվածք, բայց ըստ բնագրի կանա նշանակում է անհույս մարդիկ, անհուսություն, անհույս։ Եվ ինչ եղավ, այնտեղ գինին վերջացավ, սա աշխարհի ուրախությունն է, որ պիտի վերջանա մի օր։ 6 կարաս կար, որ Հիսուս ասեց ջուրով լեցրեք, 6-ն էլ մարդուն ասված 6-րդ օրը ստեղծեց։ Այդ 6 կարասները ջրով լեցրեցին, ջուրը մահն է խորհրդանշում։ Ինչպես որ Կարմիր ծովը անցան, մահվա մեջով անցան, ինչպես որ Հորդանանն անցան, մահվա միջով անցան, ջուրը մկրտություն մահն է խորհրդանշում, բայց Հիսուս այդ մահը կյանքի փոխեց։ Եվ մի նոր գինի, եւ մի նոր ուրախություն բերեց, այո այդպես է, ամենը որ հավատան նրան, նոր ուրախություն, նոր կյանք պիտի պարգևի Քրիստոս։ Եվ Հիսուս մեզի տվեց այդ նոր կյանքը, եւ Հիսուս մեզ պարգևեց, եւ մեզի ուրախություն բերեց մեր սրտերի մեջ։ Այսօր որ մի բան կա մեզի համար, այդ մեր սրտի մեջ եղած այդ ուրախությունն է Քրիստոսով, որ մենք այսօր ուրախ ենք, ինչի ենք ուրախ։ Ուրախ ենք, որ հավատացյալ ենք, ուրախ ենք, որ փրկված ենք, ուրախ ենք, որ հավիտենական կյանք ունենք,
Բայց ուզում ենք ուրախանանք եւ մեր մարմինները պետք է փոխվեն եւ կերպարանակից լինեն իր մարմնի նմանությամբ, այն ժամանակ մեր ուրախությունը կատարելու լման ամբողջական պետք է լինի։ Եվ ինչպես Հովանու Առաքյալն է ասում, Զանիկա պետք է տեսնենք ինչպես որ ինքն է, այնպես էլ մենք ուզում ենք իրապես լինենք, որտեղ այս մարմնի մեջ մենք սահմանափակ ենք եւ մենք չենք հարմարվում, թեկուզ շատերը հարմարվել են այս մարմնին, այս մարմնով էլ այս աշխարհին, բայց մենք չենք կարողանում հարմարվենք, որտեղ այս մարմինի մեջ ցավ կա, մեղ կա, տառապանք կա եւ այս մարմինը այլևս գնալով ապականվում է եւ ամեն օր մեզ համար նորանոր նեղություններ է ծնում եւ մեր հոգին խանգարում է եւ մեր հոգին կաշկանդվում է եւ մեր աղոթելը չի գալիս, որտեղ մարմինը գնալով տկարանալով մեզ նեղություն է բերում, մեր աշկերի տկարությունը, մեր քայլերը, մեր ապրելը, մեր ցավերը ավելի ու ավելի մեզի կարծես թե բաժանում է բերում։ Դրա համար մեզ պետք է որ այս մարմնից ազատվենք, նոր մարմին ունենանք, ինչպես որ Քրիստոս էր, հավիտյանս հավիտենից ապրենք նրա հետ ուրախ եւ երջանիկ։ Ուրեմն շատ չեմ ուզում ժամանակն առնեմ։ Այս նոր տարին, որ մեզ պարգևեց Աստված, փառք իր մեծ անվանը։ Անցած տարի շատ օրհնյալ օրեր ենք ունեցել, վատ օրեր ենք ունեցել, թե լավ, թե վատի համար փառք Տիրոջը։ Անցած տարի մեզի Աստված դասեր ուներ տալու, մեզ դասեր տվեց։ Հիմա ինչքան սովորեցինք, թե չսովորեցինք, չգիտեմ, բայց այս տարի տա որ Աստված մեր ուխտը իր հետ ուխտ անենք ու մեր ուխտը նորոգենք։ Մեր ուխտը նորոգենք եւ մենք լինենք այն զինվորների նման, որոնք սահման են հսկում, որպեսզի թշնամին չհասնի։ Արթուն մնանք, արթուն կեցեք ու հսկեցեք, ասում է, որովհետեւ սատանան մռնչող առյուծի պես ձեր 4 կողմը պատածվում է, թե ում կլել։ Ուրեմն սատանան պետք է չկարողանա կլել, եթե մենք արթուն մնանք։ Մեզ արթուն պահողը մեր հավատքն է։ Մեզ արթուն պահողը Քրիստոսի երկրորդ գալուստն է։ Այս վարդապետությունը հանեք, ես եկեղեցի չեմ գա։ Այս վարդապետությունը չլինի, ես եկեղեցի չեմ գա։ Չեմ գա։ Ինչի գա։ Եթե Հիսուս չի գալու, ես ինչ գործ ունեմ ստեղ գա։ Ես կգնամ, կմեռնեմ, կմիանամ իրան։ Աղոթում, ամեն օր կարդում եմ։ Կմիանամ իրան, ստեղ գալս ինչ օգուտ ունի։ Մեզ պահողը Քրիստոսի երկրորդ գալուստն է։ Մեր ուրախությունը դա է։ Դա մեր հավատքի շարժող ուժը, որ մեզ ուժ է տալիս, որ Հիսուս գալիս է։ Ինչպես օդանավակայանում մարդիկ անհանգիստ մտածում են, գնում գալիս է, իջավ, չիջավ, գնում հարցնում են, եկավ, չեկավ, անհանգիստ։ Այմար տուալետը չի գնում, որ չվրիպի։ Ինչպես պոեզի կայարանում են սպասում մարդիկ, այդպես մենք սպասողներ լինենք Հիսուսին, ուշադիր լինենք, որտեղ ինքը գալու է, խոսքատվ է, Աստված իր անսուտային շրթունքներով է խոստացել, չի կարող սուտ ասել։ Գալիս է ու գալու է, բայց պետք է այնպեսի ժամվասնա, որ չէիք սպասում։ Ուրեմն մենք սպասողի պես լինենք, մենք արթուն լինենք, որպեսզի ինչպես ասում է, եթե տանուտերը արթուն լինի, քողը պետք չկարողանա ծակել։ Արթուն լինենք, զգաս լինենք, մեր ուխտը նորոգենք Աստծո հետ, ավելի մոտենանք Հիսուսին, ավելի սիրենք իր գալուստը, իր ներկայությունը, քան թե մեր այս շռայլ, այս լավ, այս գեղեցիկ աշխարհային կյանքը, որտեղ մեզ շատ ավելի լավագույն բաներ է սպասում, որի մեջ մենք պետք է ուրախանանք ու հավիտյանս հավիտենից այլ մահ պետք է չլինի, այլ տառապան պետք է չլինի, մեր աշկերից պետք է սրբի այդ արցունքները, այլ ողջ ու աղաղ պետք է չլինի, ի վերջո պետք է միանանք մեր սիրելիներին, նրանցում կորցրել ենք, պետք է միանանք եւ պետք է ավարտվի մեր այս երկրավոր այս պատերազմը, այս սատանայի եւ դիվական զորությունների հետ։ Թող Տերոջը ականջները մեր ձայնը լսի, թող Տերը մեր աղաղակը լսի, թող Տերը իր երեսը մեզ դարձնի, որ մենք փայլենք, ինչպես Դավիթն է ասում, ով Տեր Հիսուս, քո կարիքը, քո գալուստը, քո ներկայությունը ոչ միայն մենք աշխարհս ունենք, թող քո գալստյանը տարին լինի, ամեն։